Դեղը որ գրանցված չէ, բնակ շատ ավելի դժվար է բերել Հայաստան։ Չգրանցված դեղ չի նշանակում, որ դեղը վատն է։ Ստորինսի ներակը մեր հիմնական կանալիզացիոն խողովակն է։ Դե բնություն չի նախատեսել, որ մենք 80 տարի պետք է ապրենք։ Բոլոր մարդիկ էլ ունեն ուռուցք։ Վիրուս է ստեղծում, դու ստեղծում ես սուպեր վիրուս։ Վիրուսը բնության մեջ իր բնական թշնամիները ունի։ Ինքը գնում է երկրորդ բժշկի մոտ, որին նշանակում իր սիրած Viagra-ն։ Այդպիսի մարդ, որ չհետաքրքրի բժշկությամբ, երևի աշխարհում չկա։ Վաղուց արդեն գոյություն չունի։ Վարիկոս հիվանդությունը վերցնում են որպես պատճառ կեսարյան հատում անելու։ Ողջույն սիրելի ընկերներ, ողջույն սիրելի բարեկամներ, նորից շաբաթ առավոտը դուք զարթնել եք ու փոխանակ գնաք դուս մաքրոթին միած սիրուն տեղ պիկնիկ անեք, նստել եք լապտոպի, հեռախոսի կամ հեռուստացույցի շուրջում, նայում եք Ալամ աշխարհի ամենահզոր բժշկական հաղորդումը իր Պոնչո սեքսուալ հաղորդավար Դավիթ Տոնոյանի հետ։ Այսօրվա մեր հյուրը Նորմեդ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, անոթային վիրաբուժական ծառայության ղեկավար, սկլերոթերապիայի պապա, որ տարեկան ցած մոտավորը որ հաշվում ենք անում է մոտարապես քանի հատ է ստացվում, եթե ամսվա մեջ 40 հատ է։ Չէ, վերացությունն է ամսվա մեջ 40, սկլերոն ավելի շատ։ Հա, մոտարապես 400-500 վիրահատություն մենակով։ Արամ Խաչատրյանը ինտելեկտուալ շտոկդեկագդայի չեմպիոն, լավ մարդ, հումորով մարդ ու շատ հետաքրքիր մեդքաստ է ձեզ սպասում Արամ ջան, ողջույն։ Ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերին։ Ո՞նց եք։ Ընտիր։ Այսինքն սկլերոթերապիան դժ վիրահատություն չենք համարում։ Սկլերոթերապիան թող ինձ ներեն բոլոր նրանք ովքեր դիմում են դրա համար, ինքը մեր ձեռի հետն է, էլի։ Հասկացա։ Ներ երկու վիրահատության միջև որ ուզում ես ենք որ ծրված լինես, մի քիչ ուսերդ աշխատ։ Սենց բացվես ուսերդ աշխատացնես կլինես, սենց է։ Այսինքն ինչ ա ներկայացնում ես սկլերոթերապիան միանգամից սկսենք այդտեղ, հետո կանցնենք մեր ավանդական ձևով սկսել հաղորդմանը։ Մենք ունենք վարիկոզ լայնացած մակերեսային երակներ։ Խոսքը մակերեսայինի մասին է, որոնք կոսմետիկ զուտ դեֆեկտ են առաջացնում։ Ահա։ Ինչ խնդիրներ կարա լինի այդ վարիկոզ լայնացած երակները։ Վարիկոզ երակները իրենք իրենցով ի տարբերություն ժողովրդի տարածված կարծիքի իրենք իրենցով ցավ չեն պատճառում, այսպես գաղտնի թշնամի է, բայց որպես հետևանքներ բերում են լուրջ բարդությունների, օրինակ տրոմբոզներ, արյունահոսություններ, մաշկային խոցեր, տրոֆիկ խոցեր, այստեղ պետք է տարանջատել թե որ փուլն է։ Վարիկոզ հիվանդությունը ինքնին ցավ չի պատճառում, միջև որոշակի փուլ, բայց կարող է բերել լուրջ բարդությունների, տրոմբոֆլեբիտներ, արյունահոսություններ, տրոֆիկական խոցերի առաջացումներ։ Ըստ այդմ էլ սա ոչ միայն կոսմետիկ, հա, նաև կոսմետիկ խնդիր է, բայց ոչ միայն կոսմետիկ։ Կոսմետիկ առումով իհարկե կարելի է չզբաղվել, կա փուլ, ասենք առաջին փուլն է ըստ դասակարգման, կանայք են հիմնականում դիմում սկլերոթերապիայով կամ անդրմաշկային լազերով դա լուծվում է, բայց արդեն երկրորդ փուլից սկսած արդեն դիտարկվում է որպես հիվանդություն։ Հիմա սկլերոթերապիան, որ սկսվել էր աշխարհում կիրառվում էր որպես կոսմետիկ միջոց, վաղուց արդեն միայն կոսմետիկ միջոց չէ, երակները միջև 5-6 մմ-ից երակները ռեալ կարելի է դրանց փակել։ Ես գիտեմ, որ օրալոգիայում դա նույնպես կիրառվում է համապատասխան երակների փակման համար, այո, եւ բնականաբար արդեն բուժիչ, ոչ թե կոսմետիկ, իսկ ընդհանուր առմամբ այսպեսին է պարադիգմա։ Նախկինում եթե երակները պետք է կտրել հեռացնել, հիմա դա արդեն այդ թեման փակված է, այսպես ասենք բժշկության մեջ, հիվանդ երակները պետք է կոագուլացնել, վերացնել քիմիական, ֆիզիկական։ Ինչքան ժամանակում բնությունը նոր երակներ կտա մարդուն, ասենց հետաքրքիր հարց է, մարդ ասում է, բայց այդ երակն ինձ պետք է, չէ՞, արյունս պետք է շրջանառվի, ինչքան։ Ну, այսպես ասենք, այն երակը, որ մենք վերացնում ենք, դա իրեն պետք չի։ Բան նրանումն է, որ ներկայիս հայեցակետով վարիկոզ հիվանդությունը առաջանում է մարդու օրգանիզմի ձևավորման ընթացքում։ Մենք չենք վերցնում հետտրավմատիկ վարիկոզը, դա առանձին սպորադիկ դեպքեր են, վերցնում ենք հիմնական վարիկոզ առաջնային պրայմերի վարիկոզը, սա ձևավորում է 15-ից 20 տարեկանի ընթացքում, երբ այդ մարդու օրգանիզմն է ձևավորում, ասենք մեկի միջնապատն է ծոր, մեկի բոյով են, կոլոտ են եւ այլն, այս մարդու մոտ էլ վարիկոզ երակներ են։ Եվ այս խնդիրը ճիշտ լուծելու պարագայում ռեցիդիվի հավանականությունը չնչին է, 1%-ի չի հասնում ճիշտ լուծելու պարագայում։ Ինչ վերաբերում է կոսմետիկ խնդրին, մազանոթներին, նո հիմնականում կանանց է իհարկե դա անհանգստացնում, այս խնդիրը վերջնական անլուծելի է եւ գուշակել թե երբ են առաջանալու նոր ցանցերը բարդ է, որովհետեւ շատ հանգամանքներից է։ Իսկ կոնվելու մասին չեմ խոսում, սնուցման համար նոր երակները, հենց բնությունը հենց այդ բանից Չկա, զապաս ունենք, մեծ ռեզերվ ունենք։ Մի քանի 100 երակ ունենք, եթե խոսք ասենք ոդքերի մասին է գնում։ Իսկ այդ մի քանի 100 երակից մեկը, երկուսը, 5-ն ենք մենք չորացնում, որոնք խանգարում են մնացածներին։ Ոչ թե մենք զրկվում ենք երակից, մենք ազատվում ենք թշնամուց, ասենց կարելի ասել։ Էտոքսի սկլերոլով եք աշխատում։ Մասնավորապես։ Ձեզ էլ անհանգստացնում է փաստը, որ չգրանցված տեղը ինքը։ Ահա շատ դից պրոբլեմատիկ երևույթ է, որովհետև շատ մեծ սիրելի ով որ գրանցումով զբաղվում է, էտոքսի սկլերոլի օթոջրի
ջրի պես հարցը։ Լուծեք այդ հարցը, այո։ Որտեվ գերմանական պրեպարատ է, շատ էֆեկտիվ, շատ որակով եւ ինչը շատ նաեւ կարեւոր է, քիչ կողմնակի էֆեկտներով, չասենք անվտանգ, քիչ կողմնակի էֆեկտներ։ Բայց դա հարցը հենց էտա, որ օրինակ մենք հաղորդման հենց այդ խնդիրներն են եկել, հարցը դա էտոքսիկլերոլ ինքը պետքա գրանցված լիներ, բայց մենք գրանցում չունենք այդ դեղը։ Դեղը ստիպված ենք լինում, բայց ամեն օր աշխատելու մի պահ գալի, որ չկա։ Իրավական նաև հարցն է, որ աստված մի արած է, թե բարդություններ լինի եւ դա ստանա արդեն իրավական գնահատական, իսկ դու աշխատել ես off label, այդպիսի հարցեր էլ կա, то есть եւ մեր ժողովրդի համար եւ մեր իրավական համակարգի համար այս բոլոր առումներով եւ իհարկե դեղը որ գրանցված չէ, բնակ շատ ավելի դժվար է բերել Հայաստան։ Դե հենց էտա որ էտոքսիսկլերոլի մասին խոսացինք, մենք մեծ խնդրում ունենք դեղերի գրանցումը, որովհետեւ մենակ Հայաստանում է, որ դու դեղը նշանակում ես հիվանդ, հետո նստում մտածում ես թե հիվանդը որ դες PR-ն է դեղը։ Սիրելիներ չգրանցված դեղ չի նշանակում որ դեղը վատն է։ Չգրանցված դեղ նշանակում է որ պետությունը չի հոգացել բավարար քանակով որ դուք այդ դեղը ունենաք, հա։ Այո, իսկ մասնավորի համար էլ ձեռք չի տալիս, որովհետև 2-3 ոլորտ, ասենք լավ ուրոլոգները մենք ու կարող է ինչ որ միտեղ են կիրառում ու կներեք ձեռք չի տալիս այդ դեղը գրանցել, որովհետև դա վճարներ են։ Վճարներ են, հա, իսկ գրանցելը դեղը դա լուրջ գումար է, լուրջ case պետքա հավաքես լուրջ, ֆիրման ասում ձեր 3 միլիոն, 2 միլիոն բնակչության համար ես չեմ պատվաստվում, անցավ գլուխոս դնում գլխացավի տակ։ Կա այդպեսի բան։ Դուրս են գալիս երկրից մի քանի ֆիրմաներ, լուրջ ֆիրմաներ Հայաստանում ֆիրմաներ չկան հիմա։ Bayer, հա, Bayer Astellas չկա, Bayer չկա, հա։ Որոնք գիգանտներ են, իրոք աշխարհում է գիգանտներ են դուրս ու Հայաստանում իրանք ներկայացությունը երկար տարիներ աշխատեցին, բայց ցավոք։ Հա, չկան, ու մենք ես ոնց հաշվարկում եմ, մենք մի պահ գալու որ լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետև նույն հորմոնալ պրեպարատներն, օրինակ խորենային գոնադոտրոպին, հիվանդները չգիտեն ոնց բերում հասցնում են, օրինակ պետք է գալի խորենային ինքնաթիռով ծանոթի, բայց դա դեղի բերելու ձև չի, բայց այդ մարդը խորենային գոնադոտրոպինը պետք է ստանա։ Երկու ելք կա, Տոմ Սարնի գնա Ռուսաստան կամ եվրոպական որի կլինիկա հերթագրվի բժշկի մոտ, որ ինքը դերստան կամ բերի ստեղ ստանա այդ դեղը։ Կամ վստահի ձած գագոին, որը ասենք բերում է, բայց հա, ձած գագոն ոնց է բերում, մի հատ սառուցով է բերում, թե սա ալավը ինչ պետք է լինի այս դեղին, հա։ Միշտ էլ բերել ենք նորմալ է։ Հա, այսօր գիշեր մնամ հյուրանոց նոր կգամ ճանապարհ կա։ Քիմիոթերապիա, քիմիոթերապիայի համար պրեպարատները։ Էլի այդպեսի խնդիր է։ Հա, մենք լուրջ խնդրեմ ունենք ու ինձ թվում է պետք է ազատականացվի շուկան։ Ավելի լավ ինքը լինի ազատ շուկա, հա։ Լինի մրցակցություն, քան ինքը լինի սենց ազատ շուկա, այսինքն եթե իմ կարծիքով, դուք էլ եւի կհամաձայնեք, որպես մարդը որ ոչ միայն բժիշկ է, այլ առողջապահության ոլորտով անհանգստացնող, հա, որտեղ կան բժիշկներ, կան նաեւ մեր նման մարդիկ, ովքեր այդ խնդիրները տեսնում են։ Ու մենք պետք է եթե դեղը գրանցված ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, ասենք գերմանական դեղ նույն էտոքսիկլերով գրանցված է Եվրոպայում, չէ՞, օգտագործվում է Եվրոպայում։ Կա case study-ներ, որի հիման վրա դեղը գրանցվել է, չէ՞, կհավաքվել է, ասենք հետազոտությունները, պետք է բավարար լինի։ Իհարկե։ Չէ՞ որ մենք կներեք հենց նույն ձեր ոլորտում, մեր ոլորտում մենք վերցնում ենք այդերը, միջազգային ուղեցույցերը, ադապտացնում ենք մեր իրականությանը եւ կիրառում ենք։ Մենք նոր բան չենք, մենք հեծանիվ չենք հորինում։ Հենց դա որ մենք չենք բերելու էտոքսիկլերոզ, զրոյից հետազոտություն անցկացնենք իրար վրա, իսկ այդ գրանցումը լուրջ խնդիրներ են ստեղծում, ֆիրմաներն չեն գրանցում։ Վերջո կոնստիտուցիայով կամ գենոտիպով մենք տենց շատ կտրուկ չենք տարբերվում եվրոպացիներից, որ ասենք էտոքսիկլերոլը իրենց համար գերմանացիների համար կամ հույների համար լավ է, մեկ էլ հայերի չէ, հա, դժվար թե դրա համար այդ շուկան ինձ թվում է պետք է ազատականացվի։ Արոն ջան, մեր ավանդական հարցերը մենք հաղորդումը սկսում ենք, այնա որ դուք ոնց որոշեցիք բժիշկ դառնաք։ Հա, մեր պատմությունների մեծ մասը սկսվում է որ տունը բժիշկ կար ու տենց որոշեց ձերնել է տենց։ Ես օրիգինալ չեմ ելնում։ Մայրս է բժիշկ, ինչ մասնագետ։ Էնդոկրինոլոգ է մայրս։ Մենք Կապանից ենք, նա երկար տարիներ, կարելի ասել Սյունիքում 4 քաղաքի միակ էնդոկրինոլոգն է, շատ ծանրաբեռնված էր աշխատում։ Պապան պատմաբան էր, բայց շատ էր սիրում բժշկություն, միշտ իր ընկերների կեսից ավելին բժիշկներ, շատ էր ուզում դա։ Նորում հարցային էր, որ մայրս հենց չէր ուզում որ ես լինեմ բժիշկ, հասկանալով պապան էր ուզում որ լինեն։ Նու ասում են, ես չեմ հիշում բնականաբար, ասում են 3 տարեկանում երբ ինձ հարցրեցի ինչ ես դառնալու, դե բոլոր երեխաներին են հարցնում։ Երկու հարց չէ, պապային է սիրում թե մամային, մեկ էլ ինչ ես դառնալու։ Ես ասեցի մեր պասպորտը ցույց տվեց, չգիտեմ։ Հա, ասացի նեյրոխիրուրգ։ 3 տարեկանում ասացի նեյրոխիրուրգ, այդպես երևի ճակատագիր։ Բայց այնպես էր, որ ես մինչև 8-րդ դասարան, ընդհանուր լավ եմ սովորել, գլուխգովալ չլինի, բայց անգլերեն ու պատմություն էի խորացած պարապում, իրավաբան էի ուզում դառնալ, ու
լինում են պահեր, որ փոշմանում է, որ ինչու չդարա իր բան, ինչև է, բայց կյանքը այնպես բերեց, որ օլիմպիադաներով եւ այլն կենսաբանության օլիմպիադայի հանրապետական եւ այլն այսպես ինքը բերեց։ Դրա համար ես այդ առումով մի քիչ ֆատալիստ եմ։ Ճիշտ է, մենք պետք է գնանք առաջ, պայքարենք, բայց բաներ կա, որ ձեռքն է տանում, անտեսանելի ձեռքն է։ Միանշանակ։ Ես ուրեմն հետաքրքիր պատմություն պատմում, գնացի Ռուսաստան ուրոլոգիայի արդինատուրա ընդունվեի, քննությունը 100-ից 100 ստացա, ընդունեցին ու չընդունվեցին։ 8 տեղ կար ու իրանք նախապատվություն տալիս էին ուսանողներին, որ ուսանող տարիներին ինչ որ մեծ հաջողություններ ունեցել օլիմպիադաների բան, ու հայկականը հաշվի չէր առնում համալսարանը, Կուբանի բժշկական ակադեմիան, այսինքն պետքա Ռուսաստանի Դաշնության տարածքում օլիմպիադա հաղթեի բան, չընդունվեցի, բայց գնացի հասել էի, այլ տղայից գնացել Ռուսաստան կյանքը դուրս գալիս է, ասի լավ, երբ բախտներ, որ ես ինձ ասացին դու անեստեզիոլոգիա, ռեանիմացիա, արի ընդունվի։ Շո հորշ չկա անեստեզիա, ռեանիմացիա, գնացել եմ Ռուսաստան, աղջիկներ, խմիչք, ազատություն, բան, ասում ստեից հետ չեմ գնալու, ոչինչ, ես անեստեզիոլոգ եմ դառնում։ Գնացի ամիսի կես սովորեցի, դու ամենտեղ ասում ես, որ ես ուրոլոգ եմ ուզում դառնամ, ու անարդար է, որ ես 100 եմ ստացել քննությունը, ու հետո չեմ ընդունվել, որովհետև ես այդ մարդկանցից բարձր եմ ստացել, բայց չեմ ընդունվել ուրոլոգիա։ Ինչ որ կողմնակի չափանիշներով։ Կողմնակի չափանիշներ, որը իմը հաշվի չէր առնում, որովհետև հայկական էր։ Ամիսու կես հետո ձեռս զանգ եմ ստանում, եթե ինքը դժվար մեր հաղորդումը, Նատալիա Ռոնտո, տենց մի հատ աղջիկ կար։ Այն դեպքում բարևենք։ Բարևենք Նատալիային, հիմա Սոչիում աշխատում, Նատալիան զանգեց, Давид, здравствуйте, я слышала, вы хотите в урологию, в ординатуру. Ага, ну, Асма, я хочу в анестезиологию, я здесь поступил. Асма, можем рокировочку сделать? Այդ ձեր ասած ուղղորդող ուժն էր, որ ես պետք է уролог դառնամ։ Նման մի բան էլ եթե ժամանակը ներում է, նման մի բան էլ եթե վերջացրեցիք։ Ուրեմն ես ուզում եմ ընդհանուր վիրաբույժ դառնայի, անգամ այստեղ էի հերթապահում ուսանողական տարիներին ու գնացի ընդունվեցի մարզինատուրան, ընդհանուր վիրաբուժության արձինատուրա է։ Ու այնտեղի ղեկավարը անոթային վիրաբույժ էր, ինքը հոսպիտալ խիրուրգիայի կաֆեդրա էր, որտեղ կար նաև այդ ուղղություն, հա։ Ու երբ արդեն հասավ ասպիրանտուրայի պահը, ինքն առաջարկեց, որ մնամ տեխնացուականով զբաղվեմ, ասեց, չէ, դու չես գրելու ընդհանուր վիրաբուժությամբ, դու գրելու ես անոթային վիրաբուժությամբ։ Գլխուղի Արյան շրջանառության խանգարում վերտեբրո բազիլար անբավարարություն։ Ես չէ, մի տարի, ասպիրանտուրայի 3 տարիներից մեկը գնաց այդ դիսկուսիային, որ ես պետք է ու всё դարձա ինքը հաղթեց, դարձա անոթային վիրաբույժ։ Էս էլ է ճակատագիր փաստը։ Այդ եմ ասում, էլ ձեռբան ու ինձանից հետո իդեպ այդ օրենքը փոխվեց արտասահմանի ուսանողները, կարելի է Ամերիկայում կա, չէ, Zakon Murphy կա, չգիտեմ, Zakon David-ը, նրանց հետո փոխվեց ու արտասահմանի ուսանողները քննությունով էին ընդունվում, կոնկուրսից դուրս էին ընդունվում, ու երկու անոթային լավ վիրաբույժներ ընդունվեցին այդ դրանից հետո, բան հիմա աշխատում են մեկ Աբովյան Իվան Դաունցում, Զուրնաչյան Աշոտին բարանք, մյուսը Շենգավիթում Մուխայել Նապապյան, շեշտն ընդունվեցին Կրասնոդարում, ինձանից հետո եկան ու իրանց վրա այդ օրենքը չտարածվեց։ Իրանք քննությունների շատ բարձր ստացան, ընդհանրապես այն արդինատուրա, որը ուզում էին։ Ճանապարհ բացեցիք էլի։ Հա, որովհետև ես շատ էի վրթովում, ոնց ես քննությունը բացեցի տաց, բայց այդ ձեռի էֆեկտը ես հենց այդ պահին զգացի, որ ամեն ինչ եղավ, որ ես գնամ իմ ուզած մասնագիտությունից զբաղվեմ։ Կա նշանակա։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Իդեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-յան էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք։ Իսկ հետ եղել է որ ասեք չէ պետք մնայի օբշի խիրուրգիա։ Գիտեք, միգուցե, այսպես ասեմ, ես բարբերաբար իմ գոլեգաների հետ գնում լվացում եմ, նայում եմ, նո հիմա արդեն մասնավոր սեկտորում եմ այդքան չէ, բայց Միքայելյան ինստիտուտում որ աշխատում էի, հենց մի քիչ ազատ ժամանակ է լինում, գնում անգամ լվացում ու մենք այդպես ենք ասում, լվացում էի մեր գինեկոլոգների հետ, մեր ընդհանուր վիրաբույժների հետ, то есть այդ աղիքի հետ հոտը այդ կարոտը սենց ասած։ Դրանցի կառնում։ Աղիքի։ Բայց հետաքրքիր սաղսել ուսանող տարիներին ուզեցել ենք օբշի վիրաբույժ դառնանք, որովհետև այդ ինչ-որ հերոսական մասնագիտություններ, պլյուս ուսանողներին ինքը շատ էր։ Հա, ինքը շատ էինք սովորում իրան, հա։ Մի բան ասեմ, հիմա շուտով սեպտեմբերից բուկվալն դա մտնելու է արդեն այսպես ընթացքի մեջ։ Ես որպես ԵՊԲՀ անոթային վիրաբուժության ամբիոնի աշխատակից ասեմ, որ դոցենտ քննարկում է այդ հարցը, որ մեր արձինատորները անպայման, անկախ նրանից թե ինչ վիրաբույժ, նեղ վիրաբուժական, անպայման 6 ամսից մինչև 1 տարի անցնել
շարունակվելու է ընդհանուր վիրաբուժություն, նոր շարունակելու։ Դա ամենակարևորն է, որովհետև ընդհանուր վիրաբուժություն ինձ թվում է այնպես պապանա մասնագիտությունների կթողների բոլոր մեր մենք եկներում, ընդհանուր վիրաբուժությունը դա է, երբ որ դու աշխատում ես ամեն ինչի հետ, ամեն էտապում, ամեն պահի, այսինքն կոմֆորտ զոնա, այնտեղ կոմֆորտ զոնա գոյություն չունի, հասարակ ապենդեկտոմիային դու կոմֆորտ զոնա գոյություն չունի։ Վերջ անոթ ես վիրահատում կամ միզածորան ես վիրահատում, կոնվերսիայի կարիք կա, փոր բացելու կարիք կա։ Ինչ անես, կանչես գիշերվա 1:30, ինչ որ մեկին կանչես կամ չկարողանաս կանչել։ Նույնը, բայց հետաքրքիր է, որ անոթային խորանոց անոթային խիրուրգիա է պետք, օրինակ երիկամի ռուսները երբ որ բան են անում, ստորինսիներակներ աճում են, տրոմբ են տալիս եւ այլն, այդ բանը ավշահանգույցները պահորտալ, բարակավար։ Դրանք այդ անոթ բանի մետաստազը հեռացնելու դիսեկցիա անելու համար անոթային խիրուրգիայի հմտություններ են պետք։ Հայաստանում հիմնականում անոթային խիրուրգներն են անում, բայց օրինակ Ռուսաստանում մեր Վլադիմիր Մեդվեդևը ղեկավարը ինքը միայնակ է, անոթային խիրուրգիաներ էր ինքը անում։ Ասում է, անոթային խիրուրգ չեն կանչում, դարձնային մեր դեմքից, ասում է, ես անոթ կարել չգիտեմ։ Ջեն բարևներ Աշոտ Արտավազդուիչին, ես տեսել եմ Արտմեդում, ես երկար ժամանակ Արտմեդի կոնսուլտանտն էի անոթային գծով։ Ես իհարկե լվացվել էի նրա հետ այդ этаպի համար, բայց լրիվ ինքը արեց։ Ստորինսիներակից լրիվ ինքը դիսեկցիան կատարեց։ Ստորինսիներակը երկու բառով ինչ է իրենց ներկայացնում մեր մարդիկ իմանան։ Ստորինսիներակը մեր հիմնական կանալիզացիոն խողովակն է։ Այս լավ ասացիք, այս լավ ասացիք։ Մարմնի ստորին կեսի կանալիզացիան է։ Մարմնի վերին կեսի կանալիզացիան դա վերինսիներակն է։ Ինչ է կատարվում, բոլոր թույները, որ անընդհատ առաջանում են մեր օրգանիզմում, հավաքվում են այդ մեկ խողովակի մեջ, մտնում են սիրտ, սրտից գնում են թոքեր, ստանում են թթվածին, հետո լյարդում ելիկամներում մաքրվում են եւ նորից մտնում են պտույտի մեջ։ Սա է։ Եվ ստորինսիներակի հիվանդանալու ժամանակ ըստ այդմ մարմնի ստորին կեսը կարող է տուժել եւ լուրջ հիվանդանալ տարբեր խնդիրներով եւ հիմա շատ մեթոդներ, որ նախկինում չկային, նպատակաուված են այդ անոթի խցանման տրոմբոզի ժամանակ այդ անոթը արագ մաքրելու, վերականգնելու։ Մենք խոսում ենք, որ օրինակ կավա ֆիլտրներ էին առաջ դնում, մի քանի տարի առաջ գիտեինք, անոթը այդքան մասը հեռացվում էր, կավա ֆիլտրը դրվում էր, կարվում էր, մոտավորապես ճիշտ եմ նկարագրում, Կավա ֆիլտրը անոթին իրականում ձեռ չէին տալիս, կավա ֆիլտրը ցանց է մետաղական, որ դրվում էր ենթադրենք ոտքից սիրտ ճանապարհին, որ եթե ոտքից տրոմբի կտորը փոկվի, չհասնի սիրտ ու թոքեր, այլ մնա այդ կավա ֆիլտրի մեջ, բայց հիմա այդ խնդիրը վաղուց արդեն արդիական չէ։ Խնդիրը վաղուց 15 տարի արդեն աշխարհում եւ արդեն 5-6 տարի Հայաստանում հաստատ կան տրոմբի հեռացման մեթոդներ, օրինակ տրոմբոլիզիս։ Ինչ է արվում, կաթետր է տեղադրվում, ու մենք սովորենք, հա, սիստեմա կաթետրը, նմանատիպ, բայց ավելի երկար կաթետր տեղադրվում է այնտեղ, որտեղ տրոմբն է, դիցուկ ոտքերի երակներում, միացվում է հատուկ նյութին, որ կոչվում է, տրոմբոլիզիսի պրեպարատներ են, տրոմբոլիտիկներ են, որոնք ցրում են այդ տրոմբը, հալեցնում են, կարծես կարակը դնենք տաք թավայի վրա։ Մի քանի ժամում կամ 1-2 օրում այդ տրոմբը մաշեցվում է, բացվում է անոթի արյան շրջանառությունը, զրոյացվում է տրոմբի փոկվելու դեպի սիրտ գնալու վտանգը եւ ամենակարևորը տարիներ հետո որ այդ անոթները պետք է չծարայեն կամ վատ ծարայեն, այսպես կոչված հետտրոմբային հիվանդություն, խոցեր եւ այլ մաշկի մկացում, այդ բոլորը չեզոքացվում է։ Այդ մեթոդը արդեն Հայաստանում կա, այսինքն կավա ֆիլտրը, այնպես չէ որ կատեգորիկ չի դրում, շատ հազվադեպ դեպքերում է դրվում։ Ասենք վարիկոզից խոսանք, որովհետև ինձ թվում է անոթային խիրուրգիայի դա մեր ոնց որ մեր մոտ շագանակագեղձիկի ադենոման է, ձեր մոտ վարիկոզն է։ 10-ից 7 մինիմում, 10 անոթային հիվանդից մինիմում 7-ը վարիկոզ խնդիր ունի։ Վարիկոզը մենք ասացիք, որ գենետիկ պատճառներ ունի, բայց ասացիք 15-ից 20 տարեկանում է ի հայտ գալիս։ 15-ից 20 տարեկանում ձևավորվում է։ Այո, նախադրյալն է փականային ի հայտ է գալիս արդեն կախված կյանքի բնույթից, շարժունություն, հիպոդինամիկ չաշարժությունը նպաստում է արագ ի հայտ գալուն, ավելորդ քաշ նպաստում է արագ ի հայտ գալուն, ծանրաբեռնվածությունը ֆիզիկական նպաստում է արագ ի հայտ գալուն, կանանց մոտ հղիությունը 1-2 հղիություն անցած կնոջ մոտ արդեն ամեն պատկերը կերևա, то есть եթե կինը 1-2 հղիություն է անցել, չունի վարիկոզ, չի էլ ունենալու, ունի գնալով խորանալու է։ Չի ծննդաբերում իր երեխեքը չնաչ։ Գիտեք ինչն է աբսուրդ, փառք Աստծո, այս վերջին տարիներին դա մի քիչ դուրս է գալիս, ինձ թվում է գինեկոլոգները, որոնք ինձ լսում են, գոնե այդ ինֆորմացիան կքաղեն, վարիկոզ հիվանդությունը, ոտքերի վարիկոզ հիվանդությունը վերցնում էին որպես պատճառ կեսարյան հատում անելու։ Անկամ շեքի վարիկոզը։ Մտածում եմ կարող ճնշում լինի։ Աբսուրդ է դա, աբսուրդ է։
կա օֆիցիալ ստատիստիկա մեր ընկեր Վահե Տերմինասյանի հետ մի անգամ դրա մասին բուժին ֆոն գեփարում ոչինչ որ հաղորդման Վահե Տերմինասյան լիքը չէ որ հաղորդման լիքը բարերներ վայել դուս գալուց ուսամ արդեն հանրայինով իր նոր հաղորդումը դուս գա ինձ ասել է արդեն գնամ նոր կոստյում առնեմ Արդյոք առաջի ճամփեն բժիշկ Տերմին մեզ հյուր եղել է բժիշկ Տերմինասյանը բացած դեպի ասած մեդիինեստ էլի ինչ էին քննարկում ուրեմն օֆիցիալ ստատիստիկայով կեսարյան հատումից հետո տրոմբների հավանականությունը 40 անգամ ավելի բարձր է, քան բնական ծննդալուծման։ Այնինչ որոշ գինեկոլոգներ փառք Աստծո հիմա տենդենսը փոքրանում է, որոշ գինեկոլոգներ վարիկոզ օգտագործում են կեսարյան անելու պատճառ որպես։ Հիմա դա չկա փառք Աստծո։ Անկամ եթե շեքի վարիկոզ է։ Ինչու, որովհետև բնությունը ստեղծել է պաշտպանություն բնական ծննդալուծման ժամանակ։ Չէ՞ որ Աստված ես հավատացյալ եմ, չգիտեմ կարող աբսուրդ թվի, որ գիտնական մարդ հավատա։ Աստված ստեղծել է այդ մեխանիզմը ինչպես պաշտպանել տրոմներից, բայց կեսարյանի դեմ օրգանիզմը պատրաստ չի։ Տրավմա է։ Ես այդ ձեր ասածը միշտ գիտեք ինչին եմ ասում, ես եմ հավատացյալ մարդ, ու ընդհանրապես ինչին եմ նմանացնում, մենք ինչքան բնության մեխանիզմներ են հենց ստեղծված որ առաջինը բացի հավատացյալներով Դարվինի մեխանիզմների իդեալական աշխատում են այն աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներ չկան, հաղթումը ուժեղագույնը։ Երկրորդը հիվանդությունների կանխարգելումը, հիվանդությունների կանխումը, հիվանդությունների բնության կողմից մոնիտորինգն ու մենեջմենթը ինքը կա, գոյություն ունի։ Հա։ Պրոստը բնություն չի նախատեսել որ մենք 80 տարի պետք է ապրենք։ Հենց այդ ամբողջ հարցը։ Բնություն նախատեսել է որ մենք 80 տարի պետք է լինի 30-40։ Ինչպես ճապոնացիներն են ասում, բոլոր մարդիկ էլ ունեն ուռուցք։ Պարզապես բոլորը չեն հասցնում իրենց ուռուցքի չափ ապրել, հա, հենց այդ է հարցը ու բնության օրենքները մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ դու Կլայնֆելտերով հիվանդից կարաս տնես մի հատիկ սպերմատոզոիդ ու մարդը, ով ունի գենետիկ անոմալիա, կարա ունենա առողջ երեխա։ Այսինքն ոչ թե բնության օրենքներին դեմ, այս նապրալում ենք գնաց այսպես, հա։ Վաչոսկիների մատրիցան։ Հա, մենք դրան ենք մոտենում մարդը։ Հա, այսինքն մատրիցան դեպի մատրիցա, մարդ ստեղծման, մարդու ստեղծման։ Դա եմ ուզում ասում, հա, դրան մոտիկանում ենք, բայց չէ, ուզում եմ ասում, Կլայնֆելտերի համախտանիշ Down-ով հիվանդ մարդուց, որ ինքը շանս չուներ, բնական ձևով շանս չուներ։ Հա, մենք ստանում ենք իրավիճակ, երբ որ դու կարաս սերունդ ունենան, առողջ սերունդ ունենան, չունենա, չժառանգի, դա ամեն ինչը մի կողմից հա գիտությունը զարգանում է ու լավ է, մի կողմից էլ արդյոք ասած մի քիչ որ նայում ենք մեր այս կողքի աշխարհին, դες կարող շատ փիլիսոփայական հնչի, մարդարարածը շատ պուճուր էակ է ամբողջ աշխարհի պոպուլյացիայի մեջ, ու մենք վերցրել ենք ամբողջ աշխարհը մեր ձեռի տակ։ Երբ որ դու շանը փողոցից քշում ես, դու պետք է հիշես, որ այդ շունը այդտեղ կանաչ տարածք պետք է ունենար, որտեղ պետք է որսաներ, ճիշիկաներ, գնար պատը սպարվեր, հա, բայց դու վերցրել այդտեղ շենք ես կառուցել, որ շանը ուզում ես ստերջացնես գցես մի կողմ, հա։ Այդպես է։ Նույնը վերաբերվում է վիրուսոլոգիական լաբորատորիաներին։ Այդ վիրուսը բնության մեջ իր բնական թշնամիները ունի։ Դու իրան լաբորատորիայում ստանում ես, դու իր համար իդեալական պայմաններ ես ստեղծում։ Դա նման է, երբ ճագարներին բերեցին Ավստրալիա, որտեղ իրենք չունեն իրենց բնական թշնամիները, գալ չունեն, ու հետո կանգնեց շատ լուրջ խնդիր ճագարներին անվճար ենք համար եկեք տարեք մորթեք որովհետև իրենք ուտում էին այդ Ավստրալիայի ամբողջ բուսականությունը նման մի բան ճնճղուկներին բանը որ վերացրեց Չինաստանը իր Մաոձեդունը որոշեց որ պետք է ճնճղուկների դեմ պայքարի վերացրեց ու վերեց դա դից լուրջ խնդիրներ հետո 1 միլիոն թե 1 միլիարդ չէ 1 միլիոն էր 1 միլիոն բան ներմուծեց ճնճղուկներ սովետ մարդիկ սկսեցին մարդը որտեղ ворթերն ու ճիճուները սկսում են իրաց բերք ուտել ճնճղուկը որ վերացնում էր այսինքն բնությունը ինչ որ ստեղծել է այդ մենեջմենթը իդեալական չի ինքը, բայց ինքը ունի այդ մենեջմենթը։ Ու ցավոք սրտի ունի նաև պատժող մեխանիզմ։ Մի քիչ որ խելոք չես բամ, արդեն դու ինքը սկսում է պատժել, ինքը պատժում է ցունամիով, ինքը պատժում է կովիդով, ինքը ինչ-որ մի բանով պատժում է։ Հա, ոչ թե պատժում է, որտեղ մեկը նստած ասում է պատժվիր, այլ բնական մեխանիզմները դոմինոյի առաջի քարը գցել ես, մյուս քարերը, որովհետև օրինակի համար երբ որ դու վիրուս ես ստեղծում, դու ստեղծում ես սուպեր վիրուս։ Դու սուպեր վիրուսի ներմուծում ես, գցում ես լույս աշխարհ, դու այդ սուպեր վիրուսի դեմ բան ես անում։ Ստեղծում ես միջավայր, որ սուպեր վիրուսը տարածվի, սպանի, վերացնի, ոչնչացնի։ Որովհետև բնական լիմֆոցիտները դեռ պատրաստ չեն այդպիսի։ Այդ արտադրելու հակամարմինը։ Covid-ով մարդիկ հենց կորոնավիրուսից չէին մահանում, մեր իմուն պատասխանից։ Իհարկե։ Չափից ավելի իմուն պատասխանից։ Ես միշտ օրինակ եմ բերում, պատկերացրու ճամբը մտել, ճանճը մտել զորամաս, ավտոմային ռումբով ճանճ են ուզում սպան։ Այդպես է։ Նմանատիպ պատասխան է տալիս մեր օրգանիզմը ու մեկ-մեկ պետքա ստոպ տանք ու այդ
ստոպի զգացողությունը զգանք, ինձ թվում է նույն արհեստական բանականության ոլորտում, բայց մարդկությունը այնքան ժլատ ու բան ենք, մենք ինձ թվում է մենք այդ ստոպը չենք զգալու։ Չենք ագենում։ Դե գիտեք, մյուս կողմից այդ ագահությունն է, այսպես ճակերտներում ագահությունն է մեզ բերել նրան, որ մենք այսօր ունենք հագուստ, մեքենաներ, շենքեր եւ այլն, թե չէ միջև հիմա կլինենք տերևը միտեղ դրած, չէ։ Ադամի եւ Եվայի։ Դա է այդ ագահությունը, չբավարարվելն է դերել, բայց պետք է սահման լինի։ Սահման լինի, որովհետեւ ես միշտ այդ օրինակը բերում եմ առաջվա մարդիկ, ես զարմանում եմ միշտ օրինակի համար, որ ասում է հին Եգիպտոսում կամ հին Հունաստանում նկարագրում էին տիեզերքը։ Այսինքն իմ համար զարմանալի է, մարդը ունի տելեսկոպ, ունի գործիքներ, ոչ մի բան չունի, երկու աչք, գիշեր մաքսիմում մագաղաթ ու գրիչ, ինչ որ ասած։ Մենք ընդհանրում ենք ոչ ունի, իսկ կարող ունի։ Հա, կարող է ուներ, չգիտեմ։ Ինքը նստում էր, ինքը մի տարի նայում էր աստղի շարժին։ Ցերեկը գալիս էր, ինքը աստղին կորցնում էր, գիշերը նորից նայում։ Այսինքն այդ կոնցենտրացիան մենք չունենք։ Ճիշտ է, եկեք իրար ճիշտ հասկանանք, մենք չենք կարող երկար կոնցենտրալ։ Հա, հաստատ։ Իսկ այդ մարդը մի տարի չէ, 5 տարի, 7 տարի նստում կոնցենտրացիայով, ասես նայում է, այն մի աստղը ստեղ է, հիմա ստեղ է, հիմա ստեղ է, հիմա էլի ստեղ է։ Ուրեմն ինչ-որ ցիկլ անցավ։ Նվիրվածությունը չկա, այո։ Հա, իսկ մենք ձգտում ենք ամեն ինչը սարքենք արագ վիրահատենք, ավելի արագ։ Easy money։ Հա, արագ գումար աշխատենք, արագ սնվենք, հա, ոնց խաշը լավ օրինակ է, միշտ այդ օրինակը բերում եմ, խաշը մարդիկ ոնց էին սարքում, գիշերը զարթնում էին, չգիտեմ, վառում էին քանի օր։ Մեկը խանձում էր, մեկը, հա, մեկը լավաշներ չորացնում եւ այլ։ Այդ ցիկլը սնունդ սարքել չասես, որ դրանից առաջ արդեն մարդը գնում էր որսը խփում էր, բերում էր։ Իսկ մենք մտնում ենք խանութ չենք մտնում կներեք։ Զանգ, արագում, հա։ Ամեն ինչը ձգտում ենք արագացնում, շատ խոհափիլիսոփական ստացվեց, բայց չգիտես որն է ճիշտը։ Կարող է մեր այս պահին էդի ճիշտ է, բայց էվոլյուցիան տեսանկյունից կարող ենք հիմա ամենամեծ սխալներից մեկը։ Ամեն ինչի ժամանակ է պետք է։ Հա, որպեսզի սեր մտնենք էս եւ հետո խնձոր կամ տանձուտես տարիներ են պետք։ Հենց մենք ուզում ենք։ Հենց Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Շարունակենք վիրաբուժության շատ հետաքրքիր է։ Այդ տերմինացիայի օրինակը վերեմ, մենք խոսացինք գինեկոլոգիայի համար չենք խոսացել։ Մենք կես ժամ զրուցել ենք, բայց գինեկոլոգիա շատ քիչ ենք խոսացել։ Դե գիտեք ինչ, բժշկությունը հետաքրքիր է բոլոր մարդկանց։ Երեխան ինչ է անում։ Առաջին բանը սկսում է մատներին նայել, ոտի բութ մատն է նայում, մի հատ գծում է։ Այդպիսի մարդ, որ չհետաքրքրվի բժշկությամբ, երևի աշխարհում չկա։ Նու գոնե անատոմիայով, չէ՞։ Իր անատոմիայով։ Միանշանակ։ Դու կարելի է մանգալ, բայց չգիշեմ պատկերացնում, հա։ Օրինակ իմ շունն էլ է իր մարմնին ուշադրություն դարձնում, բայց վարիկոս հիվանդությունից խոսացինք, իր առաջի դրսևորումն է ոչ միայն կոսմետիկն են, այլ ծանրության զգացողությունը։ Մեր երկրագնդի գրավիտացիան, արունաքաշման ներքև մարդիկ լայնանոթը ծանրություն են զգում։ Այո։ Այդ արդեն ինչի մասին է խոսում, որ հիվանդությունը իր ինչ-որ վերջնական ստադիաներում է գտնվում, թե ինքը կանց ամենասկզբից է կարել ծանրությունը։ Հենց առաջին փուլից էլ կարող է, անգամ գիտեք զորական փուլ են նշում, դա դեռ վիճարկելի է, բայց հենց ամենասկզբից էլ նա կարող է դրսևորել ծանրության զգացողությամբ, պարզապես նախնական փուլերում ծանրության զգացողությունը շատ արագ անցնում է քայլելուց, չէ՞ որ մեր մկանները պոմպիդեր են խաղում, կամ ոտքերը հորիզոնական դնելուց։ Դες անցողիկ է դա։ Իսկ արդեն ավելի բարդ փուլերում դա լինում է մշտական, անգամ գիշերը ջղաձգումների տեսքով, ամառ այդ մարդիկ կոշիկ կամ գուլպահակնելու խնդիր են ունենում, այնքան ծանրանում, այտուցում են ոտքերը, արդեն վերքեր են առաջանում։ Այսինքն առաջի այն ստադիայից արժի դիմել անոթային վիրաբույժի ու շատ ավելի արագ կվերացնես դու խնդիրը, քան թե վերջ։ Գոնե տեմպերը կտանդաղեցվի։
Իսկ հնարավոր չէ առաջ փուլում վիրահատել վերջացնել փակել այդ հարցը։ Հարցը նրանումն է, որ մինչև գոնե դե յուրե մինչև երակները չհասնեն որոշակի չափի, իրավունք չկա դրանց վիրահատելու, հա, եւ ապացուցված չէ այդ փուլում վիրահատելու արդյունավետությունը, եթե մենք շարժվում ենք ժամանակակից ուղեցույցերով։ Դե գոնե կյանքի որակի փոփոխություն, ասենք ռեժիմի փոփոխություն, էլաստիկ գուլպաների եթե անհրաժեշտ է, որոշ այսպես կոչված ֆլեբոտոնիկ, վենոտոնիկ պրեպարատներ, ինչ եմ ասում այսպես կոչված, որովհետեւ նրանց դերը ոչ միայն վենոտոնիկ, այլ նաեւ հակաբորբոքային ազդեցություն է կան։ Տետրալեքսը չգիտեմ դեռ։ Այո, հենց նույն դետրալեքսի հակաբորբոքային դերը ապացուցված է։ Իսկ նախկինում ենթադրում էին, որ նա զուտ ամրացնում է տոնուս, հա, վենոտոնիկ է, բայց հետո ապացուցվեց, որ քրոնիկ երակային հիվանդության հիմքում ընկած է բորբոքային process-ը, լեյկոցիտների, ու մեր պաշտպանական բջիջների ու երակի պատի փոխհարաբերությունները։ Եվ դա մարումն է, կարծես սոդան ստամոքսի իժոգա է, այրոցի դեպքում խմում ենք, այդ բանը մարում է, նմանատիպ ազդեցություն թողնում է։ Խոսեցինք էլաստիկ գուլպաներից, դուք որպես վիրաբույժ հագնում եք իրենց։ Եթե ես երկու վիրահատությունից ավել եմ այդ օրը անում, այո, կամ եթե երկար չանու, ես սիրում եմ շրջագայել, պարտադիր եմ կրում այդ բոլոր շրջագայից ինքնաթիռ նստելուց, մեքենայով շրջագայելուց։ Ինչի համար, ունեք վարիկոս, թե իրան մի հատ կասեք ինչի համար պետք է, օրինակ ես էլ եմ այսօր 3 վիրահատություն եմ արել։ Կրեք։ Հա, ոնց է պետք իրան ճիշտ կրել, ոնց հասկանալ որնակոնը։ Եթե չկա այտուց, առաջին կոմպրեսիան է կամ զրոյական։ Այտուցի դեպքում երկրորդ, տրոֆիկական խոցերի դեպքում երրորդ եւ այլն։ Լավ, վերցնենք ստանդարտ դեպք, մարդը ունի վարիկոզ երակներ, բայց ինչ-ինչ պատճառով երկար նստած կամ երկար կանգնած է մնում օրինակ վիրահատարանում, ինչ է անում։ Թվում է ժողովրդի մոտ կա տարածված կարծիք, որ պետք է երակ լինի, որը նասկին sense ասած է, գուլպան, սեղմի այդ երակ։ Ոչ դա այդպես չէ, գուլպաները սեղմում են մեր մկանները։ Իսկ քանի որ մեր արյունը դեպի սիրտ գնում է մկաններից, երբ որ մենք մկանները սեղմում ենք, կարծես մեկ ինչ որ մերսում անի, այսինքն քանի ժամ դու գուլպան հագնում ես, այդքան ժամ ինչ որ մեկը քո ոտերը մերսում է։ Ոնց է պետք ճիշտ հագնել գուլպան, էս էլ է հարց։ Ասում են պետք է պարկած տեղի։ Չկա, դա լեգենդ է։ Ես էլի եմ լսել, ոչ անօթաբաններից այդ լեգենդը լսել եմ, անգամ եղել է, որ հերթական գուլպան դեղատնից վերցնելուց ինձ այդ դեղագետն է ասել, որ պարկած տեղից դանդաղ վեր կենելով նման բան չկա։ Եթե առավոտը վերկացար գնացիր զուգան հետը կար այդ անիմաստը կոկվել։ Այդ օրը պետք է տնից դուրս չգաս, հա մոտորապես։ Այդպես չի, չէ, իհարկե։ Ես ցանկալի պահը տենց գիտեմ։ Մոտակա մի ժամվա ընթացքում, քանի դեռ այդ լագունար երակները, մկանա երակները չեն հասցրել լցվել, այդպես մոտակա մի ժամ, ասինքն արթնացանք, լողացանք, նախաճաշեցինք, դուրս գալուց առաջ հագանք։ Գուլպաները հագանք, ասպես։ Մինչև ծնկները գուլպաները։ Մինչև ծնկները բավարար է, որովհետև տարբերություն, ապացուցված տարբերություն մինչև ծունկ եւ դրանից վերև հագնելու չկա։ Նու բացառությամբ խորանիստ երակների տրամբոզի եւ հետրոմբային հիվանդության, ու դա բացառ է, դա 5%-ն է ամբողջ այդ քրոնիկ երակային հիվանդության։ Այսինքն եթե դու վիրահատում ես կամ օրինակ մեր տղերքին հիմա երկար ժամանակ նկարահանումներ ունես կանգնած դիրքում, դա հագնելը նպաստում է այլ շրջանառության դեպի ավելի լավ։ Հաստատ կզգաք ձեր վրա տարբերությունը։ Ես գնամ առնեմ այսօր։ Ընդ որում գիտեք, абսուրդ է, հիմա շուտով կլինի արդեն տաք սեզոնը, Հայաստանում դա մոտավորապես կես տարի է տևում, հա, ամառը, կես տարի ծմեր է։ Ինչքան էլ որ չենք ուզում, ոտքեր ուզում ենք ավելի բաց լինի շոկ եղանակին, բայց այդ շոկ եղանակին ավելի արդիական է դրանց կրել։ Հա, հասկացա։ Բնական է։ Դու տղամարդկանց ավելի հեշտ է, մենք շալվար ենք հագնում։ Հա, այո, կանանց համար։ Հարսանիքներ գնալ պարելուց, բայց չհագնել, որ ավելի լավ պարես։ Շատ այս իրոք հետաքրքիր էր, օրինակ Ռուսաստանում մեր վիրաբույժների մեծ մասը 90%-ը կրում էր։ Հա, իրանք դες լրիվ տենց մանավանդ մի քիչ ստաժավոր բժիշկները տենց։ Բացի դրանից բոլոր վիրահատությունն ու գրեթե բոլոր վիրահատությունների ժամանակ պացիենտներին պետք է հիմա երկրորդ վրա հատկապես ահա հիմա գնացինք այդտեղ հիվանդի ոտերը կապեցինք տանակ վիրահատարան ինչու կներեք ինչու կապեցինք եթե կա 21-րդ դարն է եւ կա ցանկացած տիպի ու չափի գուլպաներ այդ հարցը կարելի է բարձրացնել մեր վիրահատական բլոկի հետ բայց կապեցինք էլաստիկ բինտավորումով կամ գուլպահակ նպատակը ու երբ ամենակարևոր հարցը էս երբ հանեմ բժիշկ ջան այդ հարցը վիրահատությունից ինչքան հետո պետք է հանել այդ գուլպաներն ու բաները հիմա լիքը խիրուրգ այսենց նայում է որտեղ ուրեմն այսպես է
եթե վիրահատությունը ենթադրում է նարկոզ կամ ողնուղեղային ազգայացում, այսինքն X ժամ, պացիենտը ոտքերը չի շարժելու, ինքը իր մկանները չի աշխատացնելու։ Հենց այդ դերը կատարելու է մկանների սեղմելու, մերսելու դերը կատարելու են էլաստիկ գուլպաները։ Այսինքն վիրահատարան տանելուց պացիենտին հագցրեցիր այդ գուլպաները կամ կապեցիր, լավ, բերեցիր, միջև նա չարթնանա, միջև նա ոտերը չսկսի շարժելը, մի հանիր, թեկուզ գիշերը թող մնա։ Հաջորդ օրը վեր կացավ, եթե նա էական խնդիր չունի, նախկինում տարած տրամբոз, վարիկոզ երակներ եւ այլն, թրոմբոֆիլիա անամնեզում չունի, в принципе, եթե նա արդեն սկսում է նորմալ քայլել, կարելի է չկրել։ Բայց եթե ունի նմանատիպ խնդիրներ, ուրեմն միջև քայլելը, միջև կանգնելը հակավ, սկսեց քայլել, պարկեց որ քնի, հանեց։ То есть առաջին գիշերը երբ որ ամենակիչն է մարդը ոտերը շարժելու կամ չի շարժելու, կամ հյուծված օրգանիզմ է, կամ չեն էքստուբացրել, տարբեր պատճառներով։ То есть քանի դեռ պացիենտը ինքնուրույն ոտքերը չի շարժում, նրա ոտքերին պետք է լինի այդ որոնց ստաս չգնա, տրոմբը ձևավորվի, իսկ տրոմբը այտենց արագ կարա ձևավորվի։ Միանշանակ տրոմբը կարող է վիրահատության ընթացքում ձևավորվել։ Կոնքի օրգանների վրա զեկմիզապարկի կամ կանացի օրգանների, աղիքի եւ այլն, հենց վիրահատարան կարող է հենց այդ պայն ձևավորվել։ Այսինքն մենք հիվանդին կապում ենք ու երբ հիվանդը սկսեց շարժվել, սկսեց քայլել, սկսեց գնալ առաջ ցախ, արդեն ինքնուրույն գնաց առաջ, չգիտեմ, զուգարանն արեց, բան, այդ վաղ կարելի արդեն կարելի անել, եթե նա նախկինում խնդիր չի ունեցել։ Եթե ունեցել է, էլի պետք է կրի, բայց պարկած վիճակում հանի։ Հասկացա։ Պլյուս իհարկե անտիկոագուլյանտներ ըստ անհրաժեշտության։ Արունը ջրիկացնող դեր է ժողովրդին, եթե այսպես ասենք, հա։ Բայց բժիշկները ավելի շատ են նայում, այս ստատիստիկայով հասկացանք։ Կարող եմ մեկ ճշտել դա։ Շատ են բժիշկներն արձագանքում հասկանալ, հա, կոմենտներում, բաներում, հա։ Հետաքրքիր է, որ այս բժիշկներ, ուսանողներ, օրդինատորներ խոսում է հաղորդման բարձր որակի մասին։ Դե բա պետք է մի քիչ էլ կծնվեմ, չէ՞։ Տարիքը։ Վարիկոզից խոսացինք որպես առաջին տեղում գտնվող հիվանդություն։ Իսկ երկրորդը ո՞րն է։ Անոթային պաթոլոգիան նկատի ատերոսկլերոզը միանշանակ։ Այսպես ասեմ, գիտեք, ատերոսկլերոզը անգամ հիվանդություն անվանել է այդքան միգուցե ճիշտ չի, որովհետև այսպես է, եթե դու երկիր մոլորակի վրա ես ապրում եւ եթե դու 50+ ես, միանշանակ ունես ատերոսկլերոզ։ Այստեղ պարզապես բախտի հարց է, եթե դու գեներով կամ քո թեև սննդային հայեցակետը հիմա կարծես խոլեստերինը, հա, մերժվում է, որտեղ խոլեստերինի 70-80% արտադրվում է մեր օրգանիզմում լրտի կողմից։ Ինչևէ, կոմոդ լինելու է ատերոսկլերոզ, անպայման բոլորի մոտ է լինելու ատերոսկլերոզ։ Դե դա արդեն լինելու է ոտքերի անոթների, սրտի անոթների, միջնդերային անոթների, ուղեղի անոթների բախտի հարց է, որովհետև եթե հերու բոլորից, եթե փակվում է ոտքի անոթը, ոտը տես կորցնում, բայց եթե սրտի անոթը կարող ես մահանալ։ Կամ եթե գլխան ոնց հասկանաս դու ատերոսկլերոզի հետ ոնց պետքա պայքարես։ Որ ոտը չկորցնես։ Սրտինը պարզ է։ Հիմնականում սիմպտոմատիկայով պետք է շարժվել, եթե քայլելուց X մետր դիստանցիայից հետո ոտքերը սկսում են հոգնել, ցավալ, եթե սառչում են, եթե գիշերային ցավեր են լինում, եթե առաջանում են ոտքերին չլավացող վերքեր, եթե կան ռիսկի գործոններ, շաքարային դիաբետ, բարձր ճնշում կամ ընտանեկան անամնեզ, ասենք, ունես մարդու ունեցել, հա, անպայման պետք է աչալուր լինել, ուշադիր լինել, ծխելը Դե հա, մեծագույն թշնամի, ամենամեծ թշնամին։ Ես հիվանդներին, որ վարիկոցել է վիրահատելուց հետո ասում եմ, եկեք չծխենք մի 20 օր, ձեզ խստի վարքելվում է, չի կարելի, այն հույսով որ դրանից հետո էլ չի ծխի, որովհետեւ ես մի շարք իմ պացիենտների աչքերում միգուցե ինչ որ sense կարող է հոգեկան շեղվածի տպավորություն եմ թողել, դրել եմ պայման 15 օր չես, ու խոսք չի վերաբերում սուր դեպքերին, քրոնիկ 15 օր չես ծխում, 16-րդ օրվանից եւ ինչքան ուզենաս քո հետ եմ։ Ես քո բժիշկն եմ։ 15 օրվա մեջ մի հատ ծխեցիր, այն քեզ Երևանը, այն քեզ Հայաստանը, այն քեզ անոթային վիրաբույժներ։ Իմ համարը ջնջում ես, ինչ չես անում ստաս։ Այդ պետքա, որովհետեւ 10-ից 8-ն է 10-ից 8-ը չի գալիս դրանից հետո։ Դե դոկտոր ջան, հենց այդ է հարցը, որ երբ որ դու վերցնում ես հիվանդին վիրահատում ես, այդ պահին վերցրեցի վիրահատեցի, այդ պահին մի հատ ավել վիրահատություն արեցի, բայց ինքը իր լայֆսթայլը չի փոխում։ Դու կայնես խնդրի առես, դու քո այո, քո ստատիստիկան կոպիտ ասած, հա, այո։ Քո էֆեկտիվությունը կողմ է։ Որտեղ եթե մարդը կոպիտ ասած 5 ռիսկի գործոն ունի, որոնցից մեկը վարիկոցելն է, ու 4 ռիսկի գործոն ունի, ավելորդ քաշ, ծխել, չգիտեմ, ալկոհոլ, բան, մի հատը վերացրեցիր, այն 4 հատը, բայց հիվանդը գալու է ինձ դանակի տակ տա, խի չի դզվում։
Դե ցավոք մենք համատարած չասենք, բայց մեր ժողովրդի վերաբերմունքը բժշկությանը ռուսերեն ասեմ, оставляет желать лучшего։ Իրենց առողջությանը, մեզ չէ, մեզ հարգում են, մեզ սիրում են հիմնականում, իրենց հանդեպ աչալրջությունը, իրենց հանդեպ այսինքն հետարքիր բարգա compliantness-ը, այսպես приверженность, հակվածությունը, բուժման հակվածությունը մեր ազգի մոտ շատ տխուր վիճակում է։ Ու իրենք մենակ բուժում է այդ փիլսի մեջ դեղերի կամ կտրվածքի մեջ են տեսնում։ Այո, ձեր ասած։ Գալիս է BM երկրորդ ճարպակալումով հիվանդ, դու իրան ասում ես քո ցածր տեստոստերոն, որ դու լիբիդո անկում ապրե, որ դու սեռական ցանկություն չունես, թուլություն չունես։ Քեզ պետք է ուղղակի մի քիչ քաշ գցել, 5-ից 10 կիլո քաշ ես գցում, տեստոստերոնը սկսում է բարձրանալ, շարժվում ես, արյունշրջանառությունը լավանում է։ Ինքը գնում է երկրորդ բժշկի մոտ, որին նշանակում է իր սիրած Viagra-ն, հետո մի տարի հետո գալիս ասում բժիշկ առանց սրա չի լինում, կամ էսի արդեն էլ սկսել է չոքնել։ Ու նորից ես ասում իրան, lifestyle modification դժվար է, իմ մոտ էլ է դժվար, ես էլ եմ դրան, բայց ես ամենաստոր գոնե գիտակցում եմ դրան պետք է գնացվի, ապա ինչ որ քայլ արվի։ Ու մեր ազգում հենց դա շատ դժվար է, որտեվ իրանք ուզում են या վիրահատվեն, या դեղ կա, որ տակ սերմս դզվի, դեղ կա, որ տակ ուղեղը սկսի ավելի լավ աշխատել։ Մի հատ հետաքրքիր ուրոլը կա, Ձիձարիա, Ռուսաստան աշխատող վրացի բլոգա, բլոգ ավարում, հետաքրքիր, մենք լավ խոսք գնաց, ասում եմ մենք աստիախոնդրոզի կամ ոչ մտած ռադիկուլիտների կամ մտած հիվանդությունների համար նշանակում ենք պրոտեկտորներ։ Պրոտեկտոր իմաստը ո՞րն է, ասում հիալուրոնաթթու ասենք։ Հիալուրոնաթթու չէ, խմելու ինչ-որ բան, ասում իմաստը ո՞րն է, արյունշրջանառություն լավացնել, մարդուն ասա թող գնա բեգավի դարուշկի վրա կայնի։ Լողի գնա։ Իր արյունշրջանառությունը կլավանա, այդ աճառային կրճիկային եւ այլ հյուսվածքը կսկսի սնվել ու կսկսի վերականգնվել։ Հենց հետաքրքիր է որ հենց lifestyle փոփոխությունները պետք է շատ մեծ էֆեկտ է տալիս։ Ու իսկականից ով որ ավելի հեշտ ձևն է, ճիշտ եք ասում, աչքի լույսն է դառնում, ավելին այդ լավ է թե բժիշկ աչքի լույսը դառնա։ Աչքի լույս կարող է դառնալ գարաժի հարևանը, բաժանավը եւ այլն։ Որովհետեւ մարդը մտածում է հիվանդությունը այդ ինչ որ մի բան է, որ պետք է լինի։ Ես ամեն օր եմ դա լսում։ Ոտերս ցամա, հա դե 60 տարեկան կինեն պետք է ցավա։ Ասում եմ իմ մայրը 70 տարեկան էր, ոտերը փարկաստու չի ցավում։ Հենց դա հարցը որ ցավը չի կարող լինել նորմալ, ցավը նորմալ չի։ Ճնշում ունեք, հա դե 50-ից մարդը ճնշում չունեմ, շաքար չունեմ, բայց շաքարն ինչ չունեմ։ Ախր հենց դա օրինակ շաքարային դիաբետ է, որ մեր էնդոկրինոլոգների հետ խոսում եմ, իրան գնում են արտասահման բան վերապատրաստում, հետաքրքիր բան ասում։ Ասում այնտեղ չկա այն բարդությունները, որ մենք ունենք։ Այնտեղ չկա ոդկա տրել, վաղուց արդեն գոյություն չունի, չկա կուրություն դիաբետից, չկա, չգիտեմ, դիաբետով հիվանդը վաղուց չի գնում դիալիզի։ Այստեղ մի հատ մեծ ես ակնկալում եմ էլի մեր Հովոյի Հովանեսյան հաղորդման ես ձեզ այդ հարցը ուղեցի, ես դա եմ տեսնում լուծումը, դա ապահովագրական բժշկությունն է, որովհետև զարգացած երկրներում պացիենտը ինչքան էլ չի գալիս, իրեն բերում են զաուշի, հա, այսպես ասած, իրեն բերում հետազոտում են։ Ինչու, որովհետև եթե այդ հիվանդությունը դու կանխարգել ես կամ պայմանական առաջին փուլում բուժես, շատ ավելի քիչ փող է ծախսում ինշուրանսը, քան թե 4-րդ փուլում։ Դրա մեջ եմ ես տեսնում լուծումը։ Դե միանշան, հենց այդ պետքա լինի, այդ ապահովագրական համակարգը մտնի, դա էլ մտնի, գոյակապ կլինի։ Ու պլյուս պետքա այդ ցույց տալ մարդու, օրինակ հետաքրքիր ստատիստիկա կար Ղազախստանում էր արած 6000 քանի հիվանդ էր, դիաբետով հիվանդ ու կոնտրոլ խումբը առանց դիաբետիկների, դիաբետով հիվանդ մարդիկ ավելի լավ կյանքի որակ ավելի լավներ, քան ոչ դիաբետովները, ովքեր lifestyle modification էին արել։ Դե հիվանդների կեսից շատ դեղ չէր խմում։ Դիետա սպորտ, կենսակերպ է։ Այսինքն նույն դիաբետը ինքը կենսակերպի հիվանդություն է։ Ես մարդու որ ասում եմ, գնա մի քիչ նիհարի, այս շաքարի թիվը կիշնի, հաճախամիզությունը կկորի, էրեկցիան կվերականգնվի, քունը չի տանի եւ այլն եւ այլն եւ այլն։ Քանի տոկոսն է ի վերջո հետևում։ Լսող մարդիկ կան, ու չլսող մարդիկ կան։ Բայց 50-ից ավել չի։ 50-ից ավել չէ, շատ ավելի փոքր տոկոս մարդն որ ընդունում է հասնել ինսուլին ստանալու երկրորդ տիպ դիաբետի, նշանակում դուք ես շատ չես սիրում։ Ասացեք որ դուք եք հարստատ այդ պատասխանը լսում։ Ասում եմ ինչքան է վերջին 10 չափումը գլյուկոզայի։ Դե ես ինսուլին եմ ստանում։ Ասում եմ խնդրեմ եւս մեկ անգամ, ասացեք ինչքան է ձեր թիվը։ Դոկտոր չեմ չափում, ինսուլին եմ ստանում։ Ու վեր շատ է, հա։ Ասում եմ տիկին, դուք ճաշ եփում եք, ասում եմ հա։ Ասում աղը փորձում եք, ասում եմ հասում խեք փորձում լցրել եք աղը։ Չի հասկանում համեմատությունը։ Շատ լավ օրինակ է, հա։ Ասում եմ ինսուլին եք ստանում, շաքարը չեք չափում։ Իմաստը։ Ասեք ձեր կյանքն է։ Ճաշի աղը չափում եք։
այդ հետաքրքիր բան կար առաջի տիպ դիաբետով հիվանդ էր մոտս նստած, շատ խնդալու պատմություն, հա։ Առաջի տիպ դիաբետա, լավ ուշ հայտնաբերված, չեմ պատկերացնում ոնց, լավ ուշ հայտնաբերված առաջի տիպ դիաբետա, բժիշկ ինսուլին է նշանակել, ուշքը գնացել է ուշ բժշկի մոտ, ինսուլին է նշանակել, ասում ես բժիշկը լավն էր, ինսուլինը գրեց, այնս դոզով գրեց, հիմա вообще ուշքը չի գնում, գլիկը գալիս է 12, առաջի տիպ դիաբետի, էլի երկրորդին բան էլի, որ լրիվ կանվանալու, ասում եմ, հա, այն առաջի բժիշկը կարող է շատ էր դոզ ընտրել, բայց մի բժշկի տված դոզան դες вообще չի օգնում։ Առաջի տիպ դիաբետով հիվանդներն իմ աշխարհում, ես պրոստը այդ բանով շատ եմ հետաքրքրվում, աշխարհում առաջի տիպ դիաբետով հիվանդները լրիվ կյանք են վարում առողջ։ Կերար, չափիր, սրսկվար գնացիր, կերար, չափիր։ Հիմա փամփերել կա, չէ՞ արդեն, հա։ Չափիր, չափը տվիր, հեռախոսով չափը տվիր, սրսկեց, գնացիր քո կյանքը շարունակեցիր։ Մեր Մուրացյան մանկականում Իրինա Մուրադյան ասպար ֆուտբոլիստ ունեինք առաջի տիպ դիաբետով, տորթեր ուտում գնում մարզվում հետ էր գալի, շաքար նորմալ էր։ Այսինքն ինքը գտել էր իր ձևը, այո։ Հա, ինքը սպորտով էր գտնում։ Ինքը ինսուլին, այսինքն քիչ երեխեքն ինքը ինսուլին թարապից չէր ստանում։ Հա։ Դե գիտեք ինչ, հիմա կան, չէ՞, բարձր միապիավ երեխան ծնվում է -8-ով, ինչ ամ ակնոց է կրում։ Всё, просто ինքը просто մշտապես պետք է ակնոց կրել էսի։ Հենց այդ հարցը դիաբետով, առաջի տիպ դիաբետով հիվանդը բացատրում, այս քո կյանքն է, քո խաչն է, всё, դու ծնվել ես սրանով, փոխել չենք կարա, կարող է 200 տարի հետո ստեղծվում է պրեպարատ, ծնվելուց ստուգեն դու դիաբետ ունես առաջի տիպ, սրսկեն լանգեն հարսը սկսի ինքան ինսուլին արտադրել ելդուսուս, բայց հիմա էսա շպրիցը պահի, պայուսակիտ մեջ սնիկերսը պահի, պայուսակիտ մեջ գրպանում ու գլյուկոմետր։ Ոտերը տել մեկնիր, վերմակիտ չափով։ Վերմակիտ չափով, վերջ, այսքան բան է պետք մարդկանց ասել այս հարցի շուրջ։ Անոթային վիրաբուժության ամենաբարդ վիրահատությունն է։ Ըստ ձեզ էլի որ ասում եք այս մենք օրինակ ունենք պրոցիստ պրոստատեկտամյան հետագայում աղիքից ռեզերվուարի ձևավորումով, ու էդի վիշի պիլոտաժն է վրալոգիայի, էլի, հա։ Դե եկեք այսպես բարդությունների առումով բարդագույնը երևի աորտայի վրա վիրահատություններն են, հատկապես կրծքային հատվածի աորտայի վիրահատություններն են, որովհետև նախ պետք է կարողանալ կատարել դա շատ բարձր են ներվիրահատական ընդհանուր միջև մահ դեպքերը եւ հետո հետվիրահատական այնտեղ ասենք կրծքավանդակի օրգանների աշխատանք, որովայնի խորոչի օրգանների աշխատանք այդ առումով եւ իհարկե բարդ է մանր անաստամոզների իրականացումը, ասենք որոնք միկրոսկոպի տակ մի քանի անգամ խոշորացման պետք է դրանք օրինակ, հա դե դա ավելի շատ մենք զիջել ենք միկրովիրաբույժների բնականաբար այդ ոլորտը մի խոսք գիտեք ցանկացած գործում ցանկացած վիրաբուժության մեջ ոչ այնքան բարդ է վիրահատությունը ինչքանով է պատրաստ թիմը եւ վիրաբույժը այդ գործողությունը կատարելուն, դե ասում եմ լավ վիրաբույժը վատից ինչով է տարբերվում, վատը ամեն ինչ վիրահատում է, լավը գիտի երբ չի վիրահատում, լավ վիրաբույժը պետք է իմանա երբ պետք է ստոպ տա։ Ես այո, միանշանակ, ես վիրահատելու համար դա ինքնանպատակ եւ անիմաստ, ես նման դեպքերում Բրյուս Լիի հռչակավոր սպորտսմեն Բրյուս Լիի օրինակն եմ բերում, ասում եմ ես չեմ վախենում հակառակորդից, որ տիրապետում է 50,000 պրիոմի հնարքի, այլ մի հակառակորդից տիրապետ մի հնարքը 50,000 անգամ է կատարել։ Այսինքն այսպես ճիշտ է տենդենսը գնում է նեղ մասնագիտացման, միգուցե հիմա ձեռ են առնում, ասում են աչքի բժիշկ, ձախ աչքի բժիշկ, բայց սա ունի շատ դրական կողմ, որովհետև չի կարող մի վիրաբույժը ամեն ինչ վիրահատել եւ ընդունել ծնունդ վերջում էլ ատամպլոմբել։ Ժամանակին պրոստը համ բժիշկներն են քիչ եղել, համ հիվանդությունները Քիչ հայտնաբերվել հիվանդությունները կարծում եմ միշտ եղել են, քիչ են հայտնաբերվել, ու այն ժամանակ հեշտ է, չէ՞, եղել, ասեք, հոմոդ ռադիկուլիտ է, գրիժայա, պրոտրուզիայա դրա տակ, չգիտեմ, այնտեղ օստեոխոնդրոզա, չգիտեմ, ուտես բանը, հա, ռադիկուլիտ ունես դու, մեջքը ցավում է ռադիկուլիտ, ու բուժում ես իրեն ռադիկուլիտ բուժելու մեթոդները։ Դոկտոր ջան, 3 գիրք, որ խորհուրդ կտակ կարդան մեր հետևորդները, մեր վերջի ավանդական հարցնավորը մենք ստացենք։ Գիտեք, դե բարդ է ընտրելը մեծ ծավալից, այսպես ասեմ, ինչքան էլ որ պրիմիտիվ չէ, այն չի աստվածաշունչ։ Նո ապրիորի վերցնենք, որ հայ ազգը կարդացել են բոլորը, բայց ես համոզված չեմ։ Չէ, այդ պրոստը ասում եմ, ես աստվածաշունչ, մեկ բան են, ես աստվածաշունչ կարդացել եմ ոչ մի անգամ։ Ու մեկ ասում են
Աստվածաշնչում, ասում Աստվածաշնչում, դες ման չի ասում։ Ասում Աստվածաշնչում լրիվ ուրիշ բան։ Դու որ բացած լինեի, դու գաղափարապես կհասկանաս թե գիրք ինչի մասին է։ Այո, ինքը բանը չի, ինքը Ալիսը в стране чудес-ը չի։ Ինքը ոչ ինքը լուրջ դաստիարակչական, փիլիսոփայական, դարերով հղկված, ինքը Աստված պապին չի թելադրել ունդեղ ինչ որ մեկը գրել է։ Մի կերես բան մի արա, էսի արա, էսի, այդպես բաներ չկան։ Ամեն ինչը հիմնավոր է, ամեն տողը ինքը ունի ենթատող, տողերի արանքում տողեր։ Հենց այդ մանավանդ նոր կտակարան, որ Քրիստոսի խոսքերն ավերի լուծվում, ինքը հստակ իր պատճառը հետևանքային կապ կա թե այդ պահին, ինչի այդ պահը, ու մարդիկ մեկ-մեկ պատկերացնում թե Աստվածաշունչը բացած է գրած է բան արա քո մայրը եթե քո վրա ջղայնանում է տնից մի դուրս շրխկացրու գրա ինչ որ sense абսուրդի կամ բայց Աստվածաշունչը լրիվ ուրիշ բան է մասնա հետաքրքիր է որ մեկին ասի Աստվածաշունչում նոր կտականում մի աղոթք կա ասում ոնց մի աղոթք ասում ընդհանրապես մի հատ աղոթք կա Մատթեոսի 5-րդ գլխում լեռան վրա քարոզին Քրիստոս աշակերտներին մնացածի սովորացումը հայր մերը ուրիշ ոչ մի աղոթք գոյություն չունի նոր կտակարանում բայց մենք տաքսիստների մոտ տեսնում ենք ասենք տաքսիստի աղոթք այնտեղ սուպերմարկետում ասենք այդ հետագայում քրիստոնեական ծեսերի հետևանքով ձևավորված աղոթքն ինչա խոսքն առ Աստված միակ աղոթքը որ Աստվածաշնչում նոր կտակարանում ավելի շատ այն որ մենք բան ենք անում դա լեռան վրա քարոզի Քրիստոսի հայր Pater Noster ես լատիներեն եմ շատ սիրում այդ աղոթքը այո իհարկե Մյուսը եթե նշենք ես միշտ էլ փոքրուց էլ ձգտել եմ հումորին մոտ լինել շատ եմ սիրում հումորային գրականություն մասնավորապես 12 աթոռը ոսկե ցլիկը գրվել է մոտ 100 տարի առաջ միջև հիմա արդիական է իսկ թվում է 3 են գրել ինչ եղբայրն է հեղինակները մի Իլֆ Պետրով հա եղբայրները չէ եղբայրներ չէին չէ իրենցից մեկը Վալենտին Կատաևի եղբայրն է, եթե չեմ սխալվում։ Իսկ որ ֆիլմ, իսկ 12 աթոռի որ էկրանիզացիան եք սիրում։ Միրոնովի թե մյուսով ոչ մեկ։ Այսպես ասեմ, այնտեղ էկրանիզացիանից բոլորն էլ մոտենում են գրքին, բայց միևնույն է գիրքը կարդալը պարտադիր է։ Միրոնովը իր հմայքով ավելի իր միրոնովական այդ հումորն է։ Եթե չեմ սխալվում, մյուսը Յուրսկին է, Աստաբենդերի դերում, սա ավելի մոտ է օրիգինալին, բայց գիրքը պարտադիր է կարդալու համար։ Ես չեմ կարդացել գիրքը, այսինքն գրքերը ինքը առանձին պետք չի կարդալ, դա մի գիրք է, դա կարելի է ասել, որ երկու մասից կազմված գիրք է։ Գրքերը, հա, չեմ կարդացել, բայց ֆիլմը շատ եմ սիրում։ Իդեպ օրինակ ոսկե ցլիկը հայկական թեև ասենք օրիգինալը ռուսերեն կինոն կա, բայց հայկական թարգմանությամբ նույնպես շատ հետաքրքիր է դիտել։ Իդեպ ասեմ, այս վերջերս հայկական թարգմանությամբ եմ գրքեր կարդում, այս վերջերս մոտիկացա բուկինիստ, Ազիմովի ակադեմիաներն են թարգմանել, դա Ազիմովի ակադեմիան ի մանկական ոնց որ Աստվածաշունչ է, դա ամենահզոր ստեղծագործությունն է։ Ու ինքը 7 գիրք է, 3-ը թարգմանել են հայերեն։ Կա Основной սերիա, կա 2 գիրք մինչև դեպքերը Основной սերիայի, ու 2 գիրք հետո դեպքերից Основной սերիայի։ Նրանք դեռ ռուսերեն է, տիկնոջ ասում եմ բանը, վերցրեցի բանման ակադեմիայի հայերենները, բայց ռուսերենն է ունենք։ Ասում եմ Ժորժ ջան, այս գիրքը իդեալական թարգմանած է հայերեն, առաջ 2 հատորը։ Երրորդն էլ, ու ուզում եմ ասել, հայերեն թարգմանությունը շատ համով են մեկ-մեկ կարդացում, շատ ավելի լավ ու Ի վերջո լեզուն ինչքան հին է, այնքան շատ հնարքներ ունի մեր հոմանիշները եթե մենք մի բառը կարողանում ենք 12 հոմանիշով նկարագրել դա ավելի գեղեցիկ է վերցնենք անգլերենը ես անգլերենը շատ լավ լեզու է շատ հարմար լեզու է բայց ընդհակառակը անգլերենում մի բառը ունի 12 իմաստ то есть ինքը էկոնոմ լեզու է ինքը հարմար էկոնոմ լեզու է իսկ մեր շատ հարուստ լեզու է ըստ այդմ եւ երրորդը եթե ասենք մի քիչ ավելի տենց քիչ ծանոթ միգուցե Իվան Եֆրեմովի լեզվիե բրիտվի ինչն է ինձ դուր գալիս նախ գլխավոր հերոսը բժիշկ է դպրոցում եմ կարդացել այնտեղ ինչ է խոսում է մարդու չհետազոտված ունակությունների անսահման ունակությունների մասին ինչի մենք կարող ենք հասնել մեր ուղեղով եթե մենք մեզ հավատանք ինքը ինձ համար մի տեսակ էլ նաև այսպես ռուկավոց ասենք ձեռնարկեր կյանքի համար որ անընդհատ ձգտիր կատարելագործման հավատա դու կարող ես չլնող բան չկա ես սիրում եմ այս ասացվածքը որ անհնարինության սահմանը հասկանալու միակ ուղին փորձելն է այդ սահմանը հատելը անցեցիր ուրեմն սահման չի չանցար ուրեմն սահման է բայց հետաքրքիր միտք կա դրա չեմ հիշում փիլիսոփան դեռ սպանության պահով ոնց որ
կամյուններ, կամյուններ, ոնց որ ինքը ասում է սահմանը նաև սպանություն է, որ դու սպանության սահմանն ասում ես, դու էլ սահմանջումն ես։ Որ դու մարդ ես սպանել, դու չէ, ես ինքնակատարելագործման մասին եմ։ Օրինակ, ես կարող եմ 100 անգամ գետնի ջիմ անել։ Չգիտեմ, չեմ փորձել։ Եթե արեցի, ուրեմն կարող եմ։ Օրինակ, պարզ օրինակ, կամ հիպնոզ, այնտեղ հիպնոսի մասին է ահագին, լավն է, լավ ստեղծագործություն, լեզվի բրիթվի։ Լինքերը, որ մարդիկ ընթերցեն։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանն էր ձեր սիրելի մեդքասթը, մեր հյուրը նոր մեդ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Խաչատրյան։ Իր Facebook-ին կարաք բաժանորդագրվել, կարդաք ինչ գժական հետաքրքիր ստատուսներ է գրում Արամը մեկներ, ես դες շատ ծիծաղալու, շատ վերլուծական։ Առողջ եղեք, հետևեք բժիշկների ցուցումներին, ուշադիր եղեք ձեր ոտքերը, որպեսզի իրանք չհոգնեն ու շատ կարդացեք։ Առողջություն։ Առողջություն բոլորին, շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։